Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 4 Եվ 2 օր հետո նա ելավ այնտեղից և գնաց Գալիլեա, քանի որ Հիսուս ինքն իսկ վկայել էր, թե մարգարեն իր գավառում պատիվ չունի։ Սակայն երբ նա Գալիլեա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք ևս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղեմում տոնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։ Հիսուս դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել։ Պալատական մի պաշտոնատար կար, որի որդին հիվանդ էր Կափառնայումում։ Երբ նա լսեց, թե Հիսուս Հրեաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և աղաչում էր, որ Կափառնայում իջնի և իր որդուն բժշկի, քանի որ մերձի մահ էր։ Հիսուս նրան ասաց. «Եթե նշաններ և զարմանալի գործեր չտեսնեք, չեք հավատում»։ Պաշտոնատարը նրան ասաց. «Տեր, իջիր, քանի դեռ իմ որդին չի մեռել»։ Հիսուս նրան ասաց. «Գնա, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ Եվ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին և ասացին, թե նրա տղան կենդանի է։ Նա հարցրեց նրանց, թե որ ժամին ապաքինվեց։ Նրան ասացին. 3 հետմիջօրեի ժամը 1-ին ջերմը նրան թողեց։ Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Հիսուս նրան ասաց. «Քո որդին կենդանի է», և հավատաց ինքը ու իր ամբողջ ընտանիքը։ Այս դարձյալ երկրորդ նշանն էր, որ արեց Հիսուս Հրեաստանից Գալիլեա գալուց հետո։